Մնաք առաջին էջ։ Բարև ժողովուրդ։ Հասարակությունը անկերեմ պիտի ենեմ, որովհետև որոշ բաներ կարող չգիտեմ թարգմանել։ Վերջին երկու օրը we have seen a lot of items and topics which kind of goes into what I'm trying to say. But before this, we had a session on Monday, a few days ago, at AUA. It was a workshop. We organized it last minute for the purpose of technology in this business. Responsible mining was the first topic that was promoted. We got down to optimization processes for mining and metals. People are going to follow me today. Իդեպ Արմենակն ու Արարատը խոսեցին նաև, խոսի այսօր պոչամբարների մասին, նյութերի կառավարման, նյութերի կառավարումը իհարկե չափազանց կարևոր թեմա է եւ կարող եմ ասել նաև, որ պոչամբարներն էլ այլ խնդիր են, դրանց մասին էլ պետք է լինի խոսել, ամենայն դեպս ես խոսեմ հետեւյալի մասին։ Մենք համաձայն ենք այն փաստին, որ հանքարդյունաբերական գործունեությունը ազդում է շրջակա միջավայրի վրա։ Դա փաստ է, վերջակետ։ Հանքարդյունաբերությունն ազդում է շրջակա միջավայրի վրա։ Ազդում է արդյոք անդառնալիորեն։ Միգուցե վերականգնել հնարավոր է, միգուցե մեղմել է հնարավոր։ Չգիտեմ, բայց ընդունում ենք այն փաստը, որ ազդում է։ Եվ ինչ ենք մենք անում։ Որպես կազմակերպություն, այդ թվում խորհրդատվական, մենք փորձում ենք փոխել տեսությունը հանքարդյունաբերական գործունեության շուրջ ձևավորված եւ ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն ունի նաեւ լրացուցիչ բաղադրիչ իր ցանկացած գործունեության շրջանակում։ Ինչ է այն։ Հանքարդյունաբերական ընկերություններին պետք են գնահատումներ, չէ՞, որ համեմատելի լինեն այլ ներդրումների հետ։ Երկրորդը, ինչ այս պահն լսեցինք, որ ընկերությունները ճիշտ կլինի ասել, որ կախված են նաև մասնավոր ոլորտի որոշ կառույցներից, ասենք ինչպես Nvidia-ն օրինակ կախված է հանքարդյունաբերությունից։ Եվ մինչև անցնեմ արդեն սահիկներին, եւ մոտավորապես 10 րոպե ժամանակ ունեմ դա անելու համար, շնորհակալություն հայտնեմ Աննային գերազանց ժամանակի կառավարման համար, այս թեման ընդհանուր առմամբ քննարկելու հնարավորության համար։ Հանքարդյունաբերական ընկերությունների խնդիրները սկզբունքորեն վերաբերում են արդյունավետությանը, այսինքն հանրությունը չգիտի, որքան արդյունավետ է հանքարդյունաբերությունը, ինչպես է աշխատում, այդ կատարելագործման հարցն է, կարելի ասել, ունիվերսալ, ոչ միայն Հայաստանում, իսկ Կանադայից մինչև Հարավային Ամերիկա, Ասիա, նաև պետական քաղաքականության խնդիրը չափազանց կարևոր է։ Քաղաքականության հարցը կախված այն պետությունների, կառավարությունների հետ, որոնք որոշում են այդ քաղաքականությունը։ Իսկ մարդիկ անդադ հարցնում են, ինչ է հանքարդյունաբերական քաղաքականությունը։ Երկրներ ասում են, չունենք ընդհանրապես։ Մշակում ենք ամեն հաջորդ հանքի համար ինչ անեն։ Բայց հետո գիտենք, որ կա նախադեպային իրավունք պարտադիր չի, հա, համանդրություն գրել կամ քաղաքացիական իրավունք ձևավորել որպես այդպեսին։ Հանքարդյունաբերական ռազմավարության հարցը չափազանց կարևոր է նաև։ Սրանք բոլորը ֆանտաստիկ վերնագրեր են, բայց ես ցանկանում եմ պարզապես ասել, որ հանքային ոլորտը ընդհանրում է տեխնոլոգիաներ, գիտելիք, ադապտացում։ Մենք բավականին ինտենսիվ ենք, բավականին թանկարժեք այդ տեսանկյունից, տեխնոլոգիաների տեսանկյունից,
Բայց երկուշաբթի օրը ես մասնավորապես շատ տպավորված էի ներկայացվածով, որտեղ այդ առանձնահատկությունները մանրամասնորեն ներկայացված էին եւ նկարագրված էր, թե ինչպես է պետք խնդիրը լուծել։ Մեկ բան, ինչին ուշադրություն ենք դարձնում իդեպ, նոր գիտական, նոր պաշտոններին, CTO, CFO, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն եւ գլխավոր ֆինանսական տնօրեն։ Այս երկու նոր պաշտոնը պետք է անպայման ղեկավարության եւ խորհրդի մակարդակով ներկա լինեն։ Մենք չենք նայում ընկերություններին, եթե CTO կամ CFO չունեն։ CFO-ն ֆինանսական չի, այլ ապագայի տնօրենն է։ Այս երկու սեկտորները շատ արագ են զարգանում, համոզելու ներդնողներին, մարդկանց ներդրում անել եւ նրանց, ովքեր ռիսկից խորշում են, նույնպես համոզեն։ Մենք նաեւ Calfix Management-ից սովորեցինք շատ մեծ պատահած դեպքերում կոնֆլիկտների կառավարումը կապ ունի շահագրգիռ կողմերի հետ կապված, կառավարության հետ կապված, ֆիսկալ հարցերի հետ կապված, ամեն ինչի հետ, հաճախորդների հետ կապված։ Հանքարդյունաբերության ընկերությունները մետաղ չեն արտադրում, նրանք արտադրում են մեկնարկային պրոդուկտ, որը կոչվում է կոնցենտրատ։ Կոնցենտրատը պետք է գնա զտարան, ձուլարան վերջապես դառնա վերջնական արտադրանք։ Այս շղթան վերջին տարիների ընթացքում դեռ ձևափոխվել է։ Աշխարհի կեսը ունակությունների զտման եւ ձուլման Չինաստանում են, նրանք զուտ գնողներ են կոնցենտրատի աշխարհից։ Հյուսիսային Ամերիկայում նոր վերջին տարիների ընթացքում նոր ձուլարան չի կառուցվել։ ԱՄՆ-ում ընդամենը 2 եւ 1 Կանադայում եւ ձուլարան զտարան կա։ Չունենք բավականաչափ հզորություններ։ Երբ մարդիկ խոսում են մատակարարման անվտանգության մասին, մետաղի մասին չեն խոսում։ Մետաղը զտարան ձուլարանից է, այլ երկրներում գտնվող գալիս, սա խոշոր խնդիր է։ Կանադայում մեր ամենամեծ Highland Valley Copper-ը նույնն է ըստ դասի ինչ քաջարանին է։ Քաջարանի գրեյդը 2 անգամ ավելի լավ է, քան կանադական հանքարդյունաբերության սեկտորը։ Այս են խնդիրները, որոնց մենք բախվում ենք։ Շատ ակտիվներ չեն զարգացել սրա պատճառով եւ արդյունքում թույլտվություններ են պետք, որպեսզի շարունակեն ընթացք տալ պրոյեկտներին։ Մի քանի բան, որ պետք է իմանալ, մեկը հետեւյալն է։ Հանքարդյունաբերության ընկերությունները շատ են փոխվել։ Հանքարդյունաբերության ընկերությունները երբ պրոյեկտներ են անում, սա եւ լավ լուր ունի եւ վատ լուր իր մեջ։ Վատ լուրը այն է, որ թույլտվություններ են պետք։ Լավ լուրը այն է, որ կան պրոյեկտներ։ Ռեսուրսների խնդիրը պիտի ասեմ աշխարհում չկա, բավական ռեսուրսներ կան ամենի համար։ Պրոբլեմը հզորություն ունենալն է այդ արտադրանքը տալու։ Օրինակ վերցնենք մի տարածված մետաղ պղինձ։ Հաջորդ պրոյեկտը ըստ էության Հարավային Ամերիկայում են։ Եթե նայենք Չիլի, Արգենտինայի քարտեզներին, սահմանը նրանց միջև, բոլոր պղնձի հանքերը չիլիական կողմում են։ Արգենտինայի կողմում ոչ մի հանք չկա, բայց շատ հետախուզված, հայտնաբերված պաշարներ կան։ Կարելի է վերցնել արգենտինական ցանկացած 4 հայտնագործված պաշար 80-100 միլիարդ դոլարով կարելի է դրանք հրագործել եւ հակաբերյան կառավարության մեջ ավելցուկի, բայց դրանք 4000 մետր բարձրության վրա են գտնվում, ջուր չկա, ենթակառուցված չկա։ Ջուրը Խաղաղ օվկիանոսից պետք է վերցվի, բայց դրա օրինակ Չիլիում արդեն կա։ Էսկոնդիլան հայտնաբերվել է մոտ 25 տարի առաջ եւ այսօր վերջին 10 տարուց նրանք ջուրը Խաղաղ օվկիանոսից են վերցնում։ Դա ամենամեծ ինքնարժեքի տողն է
մեկ միավորի հաշվարկով հանքարդյունաբերության գործողությունների։ Այսինքն գնալով ավելի խրթին են դառնում պրոցեսները, ենթակառուցվածքային պահանջները, ջուրը, հոսանքը եւ այս ամենը, տրանսպորտն էլ հետը, գնալով ավելի մասշտաբավորվում են, ավելի թանկ են դառնում։ Իսկ օպերացիոն շահագործման պարամետրերի ամենաէժան ձևը հանքարդյունաբերության եւ էներգիայի նույնն է։ Գրավիտացիան պետք է 1 տոննա հանքանյութ արտադրելու համար։ Օրինակ բերեմ, գնալով ավելի շատ, ինչքան որ ավելի շատ փլուզմամբ հանքերը գործարվեն, այնքան ավելի շատ վթարներ կլինեն։ Վերջի օրինակները Ինդոնեզիայում գրավեցին ամենամեծ աշխարհի պղնձի հանքներ, նրանք բաց հանքահանությամբ 4000 մետր խորությամբ փոսեր են փորձում, այնտեղ 12 միլիմետր տարեկան տեղումներ են գալիս, ամիսը 1 միլիմետր, եւ այնտեղ շարժվել էր պատերը եւ դա դադարեցրել էր գործունեությունը։ Կառավարությունը ստրեսի տակ ընկավ գործազրկության բերումով եւ նրանք ընկերությանը ստիպված ասացին դադարեցնել շահագործումը։ Սրապես Blood caving կոչվածը Մոնղոլիայում նույնպես նույնը տեղի ունեցավ Blood caving-ը շատ հեշտ չի, շատ երկար տարիներ են պահանջում պատրաստելու համար, այսինքն պոնզի գները ավելացել են, շահագործման ինքնարժեքը ավելացել է, ավելի թանկ են նստում եւ շուկայում ընդունվածությունը ֆինանսավորման համար հանքարդյունաբերության նույնպես հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, որին պետք է անդրադառնալ անկախ ամեն ինչից։ Այլ օրինակները ներառնում են, եթե նայենք ընկերություններին, դուք տեսնում եք ոսկու, պղնձի գներ, մետաղների համար տարբեր գներ են, ամբողջ փռված կա, կախված նրանից, թե ինչ տարածքում, ինչ աշխարհագրության համար, ինչ գին է ստանում, շատ դժվար է դառել արժեք վերագրել ընկերություններին։ Դրա համար ընկերությունների կապիտալիզացիան հիմա ցածր է։ Տարիներ առաջ Coca-Cola-ի շուկայական արժեքը աշխարհի բոլոր ոսկե ընկերություններից առավել էր։ Այսօր Nvidia-ն է։ Մյուս հարցերը հաջորդ սլայդը կարելի է թերթել։ The disaster, the bottom line, the bonuses are lessons to learn. We had this huge tailings dam issue. Կա նաև փոչամբարների խնդիրը Բրազիլիայում 8-10 տարի առաջ։ Մարիանա, San Marco-ն եւ BHP-ն էին շահագործում երկու խոշոր ընկերություններ։ Այդ աղետից շատ մարդ զոհվեց, շատ լավ էր արել, բայց պատվարները փոչամբարների ինժեներներն են կառուցում, այլ ոչ թե այն ընկերությունների կողմից, որոնք ինժեներ են վարձում դա կառուցելու համար, արդյունքում խնդիրներ են լինում փոչամբարների հետ։ Այդ հարցը պետք է լուծել տեխնոլոգիական մոտեցումները շտկելով։ Այլ օրինակներ ներառնում են, ինչ որ մեկը Պանամայի մասին հիշատակում արեց Կոբրե Պանաման եւ նաեւ Պանաման փոքր երկեր է, 4 միլիոն ազգանունություն, 1 միլիոն էլ զբոսաշրջիկներ, աշխատավոր միգրանտներ, Կոբրե Պանաման երկրորդ ակտիվն է ջրանցքից հետո, 65 թվին հայտնաբերված մի հանք կա, որը երկու անգամ ավելի լավ որակը տալիս քան Կոբրե Պանաման, եւ ինչ են դադարեցրել դրա շահագործումը, որտեղ նրանց ասեցին, այդ ընկերությանը ասեցին, որ ժողովուրդը չի սատարում այդ հանքին։ Բանակցությունները երկար ու խրթին էին եւ նրանք օրական $1 միլիոն ռոյալտիներ էին ստանում, որը շատ փող էր, բայց խնդիրը ընդունվածության աստիճանն էր հանքարդյունաբերության որպես այդպեսին տվյալ հանքի կիրառությամբ։ Մալին եւ Կոնտորի օրինակը $1 միլիարդ նրանք ստացան։ Մալի զինվորական խունտան ասեց դադար գործել ուղղաթիռ ուղարկեցին, ոսկին վերցրեց փոսի մեջտեղից, թողեց գնաց 100-200 տոննա
Ոսկի հիմա մենեջմենտը փոխվեց, Կոմտորը, Ղրղստանի ոսկին նրանք մտան տարածքը, կոմպյուտերային կոդերը տվեցին օդակայանում, վերցրին ոսկին, ճիշտ գաղտնաբառերը նշեցին փաստաթղթերում եւ կոմպյուտերում եւ թողեցին գնացին ոսկին հետները։ Սա խոշոր հարց է դառնում։ Եթե մենք դիտում ենք հանքերը մի փոքրինչ այլ կերպ, քան սովորական հասարակությունը, բնապահպանական խնդիրները հաշվի են առնում, բայց Լոնդոնում շատ ավելի ընդգրկուն են խոսակցությունները այդ մասին։ Մենք հիմա կուզենք Արմենակին ու Արարատին կներկայացնեմ այս ամենի մասին խոսելու երկու կարևոր թեմա՝ պոչամբարներ եւ material handling։ Շատ շնորհակալություն հաշվառության համար։ Շնորհակալություն։ Եվ կխնդրենք մեր հաջորդ բանախոսին բեմ բարձրանալ Սարգիս Քելյան, Երևանի Պետական Համալսարանի